Ժամանակով մի ծեր արքայի է տանում մահը։ Թագավորությունը մնում է տղային։ Այս տղան էլ իր հասկացածի չափով, ինչքան որ խելքը կտրում է, այդ կարողությամբ էլ կառավարում է երկիրը։ Քանի ժամանակն անցնում է, ժողովուրդը տեսնում է, որ թագավորը չի կարողանում թագավորել։ Քաղաքի ծերերը, փորձ ունեցողները, իմաստունները հավաքվում են խորհրդի, թե ինչ անեն, որ թագավորին օգնել կարողանան։ Երկրի հարստությունը, հանքատները եւ ունեցվածքը ճիշտ օգտագործելու առաջարկություններ են մշակում։ Բայց թե թագավորը ոչ մեկի խորհուրդը չի լսում։ Դարձյալ անում է իր իմացածի պես։ Իսկ ժողովրդի վիճակը օրեցօրե ավելի է ծանրանում։ Քաղաքներն ու գյուղերը լցվում են տեղից տեղ թափառող աղքատներով, մուրացկաններով, շներով ու կատուներով։ Մսավաճառի կրպակում էլ էշի գլխի գինը 40 ոսկի է դառնում։ Տերության ծերերը, փորձ ունեցողներն ու գիտնականներն էլ սկսում են թագավորին հասարակական տեղերում եւ հրապարակներում քննադատել ու թերությունները մատնացույց անել։ Թագավորն էլ իր լրտեսներին, հասարակական գործերով զբաղվող կառավարչին հանձնարարություն է տալիս առանց աչք ծակող միջադեպերի, աստիճանաբար նրանց վարկաբեկող պատմություններ հորինել եւ աքսորել երկրից։ Ինչքան էլ արքունի խորհրդականները, Մախազը, հայր մարդպետը թագավորին հորդորում խորհուրդ են տալիս, որ հարկավոր է ծերերին, փորձ ունեցողներին եւ իմաստուններին պահել, երկիրը նրանցով է հասակ քաշում, թագավորը չի լսում։ 3 տարվա ընթացքում տերության մեջ այլևս իմաստուն մարդ մնացած չի լինում։ 99 տարեկան վերջին գիտնական էլ մեղադրվելով, ինքն իր իմաստությանը սիրահարված լինելու համար ավագ շաբաթ քշվում է երկրից։ Հենց այդ օրերին էլ հացթուղը լուսումութին գործի գնալիս բրնձի պահեստների պատի տակ կոկորդները միանման կտրած 10 մարդ է տեսնում։ Հաջորդ գիշերը քարվանատներից, օտար երկրներից առևտրական գործերով ժամանած 7 ճանաչված վաճառականներ են անհետանում։ Մի հայտնի իշխան, մի հոգևորական, մի ջրկիր, մի ծառա է անհետանում, մի կաթ ծախող, մի ձի, մի ջորի է կորչում։ Ասողներ են լինում, թե թագավորի ծաղրածուն էլ է չքացել։ Ասում էին, օրենք չլինելուց է, ոմանք էլ ասին անկառավարելիությունից է, երրորդները թե կաշառակերությունից է։ Հենց այդ ժամանակ էլ երկրորդ լուրը ակնթարթորեն ու միանգամից տարածվեց, որ վիշապը մտել է քաղաք։ Ու բոլորը սահմռկեցին, փակեցին դուռ ու լուսամուտ, ոչ մեկն էլ տնից դուրս չէր գալիս։ Պտտվող լուրերի համաձայն, իբրև թե թագավորի ուղարկված մարդիկ ու զորքն էլ ոչինչ չեն կարողացել անել։ Ոչ հաջողվել է սպանել նրան, ոչ էլ քաղաքից քշել։ Արդեն 4-րդ օրն էր։ Վիշապն ընկած էր քաղաքի մեջ եւ կանգնեցրել էր հասարակական կյանքը։ Ոչ ոք տնից դուրս չէր գալիս։ Անգամ հացի կրպակներն էին փակ, նույնիսկ տաք կտուրներին շրջող կատուներն էին չքացել։ Հենց այդ ժամանակ էլ երկրորդ լուրը ակնթարթորեն ու միանգամից տարածվեց, որ վիշապը մտել է քաղաք։ Ու բոլորը սահմռկեցին, փակեցին դուռ, լուսամուտ, ոչ մեկն էլ տնից դուրս չէր գալիս։ Պտտվող լուրերի համաձայն, իբրև թե թագավորի ուղարկված մարդիկ ու զորքն էլ ոչինչ չեն կարողացել անել։ Ոչ հաջողվել է սպանել նրան, ոչ էլ քաղաքից քշել։ Արդեն 4-րդ օրն էր, վիշապն ընկած էր քաղաքի մեջ եւ կանգնեցրել էր հասարակական կյանքը։ Ոչ ոք տնից դուրս չէր գալիս։ Անգամ հացի կրպակներն էին փակ։ Նույնիսկ տաք կտուրներին շրջող կատուներն էին չքացել։ Սակայն քաղաքում Հովան անունով մի հարբեցող ազնվական կար, որ կամահարանքով էր վերաբերվում օրենքներին ու պահանջներին եւ ապրում էր շվայտ կյանքով։ Երբ թագավորի հրամանով ակնավաճառության մեջ զեղծարարության մեղադրանքով նրա ծեր հորն էլ աքսորի կարգադրություն արեցին, Հովանը խախտեց արքունի հրամանը։ Հորը թաքցրեց քաղաքից դուրս իր առանձնատանը ու բոլորից գաղտնի հոգաց եւ խնամեց նրան։ Սակայն վիշապի հայտնվելուց հետո արդեն 4-րդ օրն էր, ինքն էլ չէր կարողանում դուրս գալ։ Հինգշաբթի հասկացավ, որ այլևս չի կարող համբերել։ Արհամարելով փորձանքը մտնով ելավ տնից։ Կերակուր հասցրեց արդեն ուժասպառ հորը։ Ծերունին էլ մտածեց, թե որդին միգուցե ուրացել է իրեն։ Հերթական այցերից մեկի ընթացքում Հովանը պատմեց հորը, թե ինչ փորձանք է եկել քաղաքի բնակիչների գլխին,
որ թագավորի խոստացած մի քաշ ոսկին անգամ ոչ մեկին չի ոգևորում, որպեսի վիշապին քաղաքից քշեն։ Ծերունի իմաստունն ասում է. «Որդի, նրան ոչ սուրը կկտրի, ոչ վաղրը կճղի, ոչ էլ նետը կծակի, որովհետև նա չի երևում, անգո է, բայց ամեն տեղ է, ներծծվել է քաղաքի ու մարդկանց մեջ, վիշապին գտնելու համար հայելի է պետք։ Երբ վերադառնաս տուն, այն մարդաբոյ հայելին կվերցնես, առավոտյան արևածագի հետ դուրս կգաս հրապարակ ու կպահես մարդկանց դեմ։ Նրանք հայելու մեջ իրենց դեմքից բացի էլի բան կտեսնեն»։ Տղան հասնում է տուն, պատրաստվում մենամարտի։ Առավոտյան հայելին ձեռքին քայլում է քաղաքի փողոցներով, վիշապին է որոնում։ Մարդիկ իրենց փակ դռների ճեղքերից և լուսամուտներից նայում են տղային ու ծաղրում։ Բոլորն էլ գիտեին, որ նա իրենց քաղաքի հարբեցողն է ու անառակը։ Թերահավատները մտածում էին, որ էս է, ուր որ է վիշապը հափռելու է նրան, և իրենք լսելու են պատառոտվող մարդու աղյողորմ ճիչերը։ Սակայն անցնում է այդ օրը։ Հաջորդ կեսօրին թագավորն իր թիկնազորով և պալատականներով դուրս է գալիս արքունի հրապարակ, տեսնելու թե ինչպես է անառակ հարբեցողը հայելիով վիշապին որսում։ Քարաձի արքունի սպիտակ կառքը կանգնում է շատրվանների մոտ։ Մունետիկները թագավորի գալստյան փողեր են փչում, ծառաները ոտքի տակ բարձ են դնում։ Իջնում է թագավորը, մոտենում է տղային։ Արևի շողքը հայելուց անդրադառնում է աչքերի մեջ, ցնցվում, ետ է գնում։ Իսկ նա հայելին արևին դեմ արած էլի գնում է դեպի թագավորը։ Արքան այնտեղ հանկարծ տեսնում է իրեն ու էլի ինչ-որ բան, մերկացնում է սուրը, հետո շրջվում սկսում է փախչել, հասնում է ձորակին, այդ պահին ոտքի տակից քար է գլորվում, ժայռից ընկնում, մեռնում է։ Հովանի հայրը, ծերունի իմաստունը, քաղաք է վերադառնում։ Արդեն տներից, թաքստոցներից ու խավար նկուղներից արքունի հրապարակ լցված ժողովուրդը ցնծության երգեր է երգում, աղավնիներ է թռցնում, ճառասացները ելույթներ են ունենում, Հովանի հորն էլ խոսք են տալիս, խնդրում են, որ ժողովրդին խաղաղեցնի։ Նա էլ արքայի և հրեշի մասին է խոսում, ասում է. իրեն թագավորը հայելու մեջ տեսել էր արդեն վիշապի վերափոխված։ Դրանից հանկարծահաս սարսափը խելագարեցրել էր նրան ու քշել քաղաքից, հասցրել մահվան անդունդը։ Ասում է. եթե մի երկրի մեջ չի հարգվում ծերը, գիտնականն ու իմաստունը, կաշառակերության, խաբեության, աղքատության, վախի, բամբասանքի, առևանգումների տեսքով քաղաք է մտնում աներևույթ վիշապը և կուլ է տալիս բոլորին։ Հրապարակում հավաքված ժողովուրդը տեսնում է, որ իմաստուն ծերունու խոսքերը ճիշտ են, և նրա խորհրդով էր, որ Հովանը վիշապին հաղթեց։ Չնայած նրա առաջացած տարիքին, իրենց թագավոր են կարգում։